այսօր Քարոզ Արշավի 9-րդ օրն է, ինչպես է գնահատում դուք Քարոզ Արշավը, ինչ տպավորություն ունեք մարդկանց հետ, որ շփվում եք, ինչ կարծիք եք կազմում, ինչ պատկեր եք ունենալու հունիսի 7-ին։ Դժվար կլինի ասել այս պահին, թե ինչպիսի գնահատականներ ունեմ հունիսի 7-ի քվեարկության հետ կապված, բայց մեր քաղաքացիների հետ շփման ընթացքում մենք անում ենք առավելագույնը համոզելու մեր քաղաքացիներին, որ ընտրություն կատարելիս կատարեն հենց քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին եւ հիմնավորում ենք թե ինչու։ Հավանաբար ինքներդ էլ նկատել եք Քարոզ Արշավի ընթացքում վարչապետի հիմնական շեշտադրումները որոնք են եւ հենց այդ շեշտադրումներով էլ շփվում են քաղաքացիներ, բավականաչափ ակտիվ են, ընդ որում եթե համեմատում ենք 2021 թվականի արտահերթ ընտրությունների հետ, այն համայնքները, որը այդ ժամանակ պասիվ էին, ոչ այդքան ակտիվ, հիմա նկատում է բավականաչափ ակտիվություն։ Տիկին Մակունց, վերջերս շատ է խոսվում, Ռուսաստանից շատ են հնչվում գնահատականներ Հայաստանի հետ կապված, ՌՏ-ի նախագահի մակարդակով խոսվեց, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի, կամ դուրս է գալիս ԵԱՏՄ-ից ու գնում է ԵՄ, կամ վերջնականապես մնում է ԵԱՏՄ-ում։ Որոշում կա, ինչ է լինելու, ինչպես է հարաբերությունները տանելու ԵԱՏՄ-ի հետ եւ ԵՄ-ի հետ։ Հայաստանն մեր կառավարությունն իր արտաքին քաղաքականության վերաբերյալ հստակ ամրագրել է թե կառավարության ծրագրում եւ թե մեր նախընտրական ծրագրում կա նշված թե ինչ ուղղությամբ ենք ընթանում, իսկ մենք ընթանում ենք բազմազանեցման եւ թե արևմտյան, թե տարածաշրջանային գործընկերների հետ հարաբերությունները խորացնելով։ Իսկ բալանսը ինչպես է հնարավոր լինելու պահպանել։ Հայաստանը եթե մենք խոսում ենք տարբեր պետություններից, այդ Ռուսաստանի Դաշնությունից, այնպես չէ, որ Ռուսաստանի Դաշնությունը ունի ընդհանրապես մեկ պետություն, որի հետ դաշնակցում է կամ բարեկամական հարաբերություններ ունի։ Եվ նույնիսկ կան պետություններ, որոնք այս պայմաններությամբ այնքան էլ տարբեր փուլերում, այսպես ասեմ, այնքան էլ բարեկամական քայլեր չեն արել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, բայց Ռուսաստանի Դաշնությունը ունի դիվանագիտական եւ բարեկամական հարաբերություններ եւ հետեւաբար միջազգային հարաբերություններում պետություններն առաջնորդվում են իրենց շահերով եւ մեր պետությունը առաջնորդվում է մեր շահերով, շարունակելով հարաբերությունները ավանդական մեր դաշնակցային պետությունների հետ ընդլայնել համագործակցության ցանցը եւ շրջանակը ունենալու թե այլընտրանքներ, թե անվտանգության, թե տնտեսության, թե էներգետիկ ոլորտում եւ շատ տարբեր այլ ոլորտներ։ Իշխանության լինելու պարագայում ինչպես է իրականացնելու ԵՄ-ի անդամակցությունը, այն իրատեսական է այս պահին Հայաստանի համար։ Ես կառաջարկեմ այս պահին մենք այնպիսի թեմաներ չքննարկենք, որոնք հենց այս պահին սեղանին դրված չեն, այլ մեր քաղաքականությունը այդ առումով նույնպես մատնանշված է, ազգային ժողովը ընդունել է համապատասխան նախագիծը, որով խորացնում է ինտեգրումը Եվրամիության հետ։ Մնացյալ թե ինչ կունենա ժամանակի ընթացքում պարզ կլինի, այդ թվում կախված նրանից, թե ինչպիսի դիրքորոշում կունենա նաև մեր ժողովուրդը։ Եվ եւս մեկ հարցը ՌԴ-ի հետ կապված, ինչ է կարծում Ռուսաստանը այս դեպքում, ինչ հետաքրքրվածություն ունի Հայաստանի ընտրությունների հետ կապված, ինչ դիրքորոշում նա ունի։ Ես չեմ կարող այլ պետության փոխարեն պատասխանել նման հարցերի։ Շնորհակալություն։